Բարև ձեզ բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում այսօր զրուցելու եմ ձեր կողմից շատ սիրված զրուցակիցներից մեկի հետ, Մերի Հակոբյանի հետ, դերասանուհի, լեզվաբան, բարև ձեզ Մերի։ Բարև ձեզ։ 2 օր առաջ Հանրապետությունը, ավելի ճիշտ Ամիրյան փողոցը եւ ԿՊԱ-ականները նշում էին քաղաքացու օրը, մի քանի քաղաքացի էլ գնացել էր այնտեղ խորոված ուտելու, բայց պարզվեց խորովածը 6000 դրամ է եւ շատերի գրպանին համապատասխան չէ, այսինքն այն թոշակառուները, որոնք պետք է գնային Լեռնակայում ծոպուշվայ կյանք վարեին, նույնիսկ Ամիրյանում չկարողացան մեկ բաժին խորոված ուտել։ Ամիրյանում թոշակառուն եկել էր 6000 դրամով մեկ կտորը ստեյք ուտելու, չնայած դա չխանգարեց, որ գինը երբ հարցրեց լրագրողը, ասաց իսկ թանկ է, որ ուտում ես, թոշակառու չէր ինչ-որ մի մարդ։ Գինը կապ չունի, ամեն ինչ անում են, որ արդարացնեն, ինչ ասես էլ այդ մարդկանց, եթե ուզում են ամեն ձևով արդարացնել։ Խոսքերին հավատում են, փող են տվել առել, բայց քանի որ իրենք գիտեին թե անվճար է, իրենց թվացել է անվճար է, ինչքան էլ որ գումար են տվել, իրենց անվճար է թվացել, քանի որ իրենց բուրգը ասել է, որ դա անվճար է։ Մի ուրիշ թոշակառուի անդրադառնամ, ասում էր, որ իր կյանքից, իր երեխաների կյանքից մի 20-30 տարի կտա իրենց կուրքին, որ ինքը երկար ապրի, որ քանի որ ինքը Հիսուսն է, երկրորդ Հիսուսն է, Աստված, եւ ես ուզում եմ իմ երեխաների կյանքից տամ, որ ինքը ավելի երկար ապրի։ Ճիշտ ասած, չի տեղավորվում ուղեղիս մեջ։ Մյուսներին էլ տեսա, մի քանի վիդեո այդպես չեմ հետաքրքրվել, բայց եզրահանգումը սա էր, մտավոր սահմանափակ հնարավորություններով մարդիկ էին այնտեղ, կոնկրետ մտավոր հիվանդ, որովհետև այնտեղ ադեկվատ մարդ չերևաց այդպես էլ։ Ինչ ան տատին ասեց, որ Սասկին 1000 դրամը հիասթափվել էր, շատերը եկել էին ձրի ուտել խմելու, բայց պարզվեց ձրի չէր, բայց չհիասթափվեցին փաստորեն։ Հերթական ցածրակարգ 10 դրամանոց շոուներ։ Կորին ջան, գիտես ինչի է անընդհատ ուտելու վրա ինքը կենտրոնացնում, մանիպուլյացիայի մի ձև է, այսինքն ուտելու մեջ մարդիկ հանգստություն են տեսնում, ինչ որ հաճելի դրական բան կա, դրա համար ինքը առավոտից իրիկուն ուտում է, այդ ուտելն է մատուցում, որ ենթագիտակցության վրա այդ սահմանափակ ուղեղով մարդկանց, որպեսզի նրանք անընդհատ իրեն հաճելի հիշեն, անընդհատ ուտելիքի վրա, դոբրի բան է, էլի, վատ բան չկա, ուտում են, անշար, այդտեղ քննադատություն չկա, ոչինչ չկա, հանգիստ է այդ ուտելու մեջ, նույնիսկ ինքը այդ ուտելն է շահարկում, ասենց ինչ որ ախորժակով իբր թե, որ կյանքում երևի այդպես չի ուտում, բայց այդ պահին ինքը այդպես է ուտում, որ այդ ճպճպոցը յուղը իր կոնտինգենտի աչքին շատ ավելի հաճելի թվա, շատ ավելի անմեղ թվա, այսպես ասած, ու այդպես ստամոքսով մենք գնանք դեպի ազգակործան խաղաղություն։ Բայց նորմալ է այդ ամեն ինչը Եղեռնի հիշատակի օրվա հաջորդ օրը անել այդ համերգը, այդ ձեր ասած ճպճպոցը, յուղը։ Իրենց համար ոչ թե նորմալ, այլ նույնիսկ օրինաչափ է։ Հենց այդպես էլ պիտի լիներ։ Նա իր առաքելությունը 100%-ով կատարում է, անկախ նրանից դա անցնում է թե ոչ, նա կատարում է իր առաքելությունը։ Դա առաջին քայլն է ցեղասպանությունը մոռացության տալու, ցեղասպանության հիշատակման օրը մոռացության տալու, չէ՞ որ իրենց ծրագրում կա, որ հաջորդ տարվանից, եթե ընտրվեն, այդ օրվա բոլոր միջոցառումները չեղարկվելու են, հիշատակի օր չի լինելու, այդ օրը լինելու է սովորական աշխատանքային օր, արգելելու են ծիծեռնակաբերդ քայլերթը, քիչ այսպես այդ նախիրին, ես գիտեմ ինչ եմ ասում, չասեք կուլտուրական արտահայտվի եւ այլն, ամեն ինչ իր անունն ունի։
նախիրին քայլ առ քայլ տանում է դեպի այդ մոռացությունը եւ այո այդ դեպքում օրինաչափ է որ Եղեռնի հենց հաջորդ օրը պիտի քեզ ուրախություն լիներ, տեսակ մարդիկ ինչ էին ասում։ Դե սուքն իր տեղն ունի, այս ուրախությունը իր տեղն Հմ, ունի։ Ես դեպքում այո, դա հատուկ է արվում, որ վարակույր քաշեն բոլոր ազգային արժեքների, հուշերի, հիշողության, ինքնության հիշողության վրա։ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը վերստին միավորվեցին, սա սիրո գեղեցիկ պատմություն էր, թե ինչ։ Ռոմեո եւ Ջուլիետի պատմություններ։ Ես չեմ էլ մտածում, որ իրենք բաժանվել էին, առհասարակ չեմ անդրադառնում այդ էժանագին 10 դրամանշոուներին, որը միայն իրենց կոնտինգենտին է հետաքրքիր, երկու ֆրոնտով են աշխատում, ընդդիմադիրներին զայրացնել, թեմա տալ, որ ամբողջ օրը գրեն իրար ուտեն, իրենց նախիրին էլ հաճելի լինել, ուրախացնել եւ այդպես քաոս ստեղծել։ Ու քաոս ստեղծողը, պատերազմ բերողը տանում է դեպի խաղաղություն, այս հակառակ բառն է օգտագործում։ Մնում է թե հասկանան, բայց չնայած ինչ հասկանան։ Իսկ ըստ իս նրանք մանավանդ այդ իր կինը, որ Էդգարի ասած ոչ արաբես ոչ ձի ուր ես գնացել։ Այդ ոչ արաբ ոչ ձին երբեք իր կողակցին չի էլ սիրել, այդ իր հայացքից երևում էլ է։ Մի հատ նայեք էլի ոնց կարելի է դրան սիրել։ Կարելի է մենակ օգտագործել ինչ-ինչ նպատակների համար։ Թե չէ այդ ամեն ինչը շոու է, միացան, բաժանվեցին, ես իրան սիրում եմ, դրա համար եմ միշտ իր հետ ամենտեղ գնում, այ վհուկ, ուր ես գնում ամենտեղ, ոչ միտեղ, կանայք չեն գնում գործնական հանդիպումների, կոնֆերանսների միջազգային ասպարեզում, չտեսը ուրիշ է, էլի, լակոտներին հավաքի տանի, կնոջը հավաքի ին մեղայասու։ Չտեսեն, հազիվ փող են տեսել, աշխարհ են տեսել, բա պիտի գնան, էլի, բա ինչ պիտի անեն։ Բայց Նորից հեսա Փաշինյանն կբաժանվեն, որ թեմա լինի, ոչինչ։ ասում է, որ ինքը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի Աննան վերադառնա։ Սերենադա երկել։ Այդ բենդերը երևի Աննայի համար էին անում, վարչապ բենդեր, ինչ էր շոուները։ Իսկ տեսնես չի խանդում, չէ՞ որ դրսում իրեն վերցնում են, համբուրում են, չեն համբուրում, պաչում են, պաչպչում են, գրկում են, ասում են դու իմ կյանքն ես, ամուսնուս մոտից փախել եկել եմ, քեզ գրկեմ։ Մի խոսքով գժանոց բաց երկնքի տակ։ Իդեպ ես դրանից էլ էի ուզում հարցնել, այդ կինը թարապես adekvat են մարդիկ, ասում ամուսնուս թողել եմ հիվանդանոցում, փախել եկել եմ քո մոտ, բա որ ամուսին այդ վիդեոն տենա։ Դե արդեն ասացի, չի բացառվում, որ ամուսինն էլ նույն ձև սիրելիս լինի, արդեն ասացի, որ մտավոր սահմանափակ ունակություններով մարդկանց տեղ է, իրեն միայն դրանք են սիրում եւ դրանց վերլուծելը ժամանակի էներգիայի կորուստ է։ Միայն մի բան կուզեմ, մեծ ցանկություն ունեմ, որ մենք ունենանք այնպիսի մի սահմանադրություն, որով նմանատիպ անձինք մարդիկ չէ, չունենան ընտրելու հնարավորություն, ինչ որ IQ-ի սահման լինի, որ մարդը անցնի նոր ունենա ընտրելու հնարավորություն, օրինակ 18-րդ դարում Իտալիայում այդպես է եղել, միայն էլիտան, ունևոր եւ գրագետ մարդիկ են կարողացել գնալ ընտրելու, բանվոր դասակարգին, աշխատողներին, անգրագետ մարդկանց թույլ չեն տվել ընտրել։ Ես շատ կուզեի, որ մեզ մոտ այդ օրենքը լիներ։ Ես վիրավորականը գիտես որն է, իրենք կարող են լինել, թող լինեն, թող ապրեն, աշխարհը այդպես է ստեղծված, չեն կարող բոլորը նույն ռանգի լինել, մարդկանց ռասա կա, չէ, ռասա, ռանգ, խավ, չեն կարող նույնը լինել, դրանք պիտի լինեն, միշտ են եղել եւ ամբողջ աշխարհում են եղել, մենակ Հայաստանում չի։ Բայց երբ հերթը հասնում է նրան, որ նա պիտի որոշի իմ ճակատագիրը, իմ հայրենիքի ճակատագիրը, Արցախի ճակատագիրը, որը որ եղավ արդեն 18 թվականին մի հատ էլ 21-ին, այդտեղ արդեն ես մտածելու եւ հակադարձելու եւ պայքարելու տեղ ունեմ։ Ինչի մենք մարդ չենք համարվում։
Նա ինչի պիտի որոշի, ինչա որ մեծամասնություն, անորակ մեծամասնություն, այսպես ասեմ։ Մեր Եվ ջան, ոչ պիտի ընտրեն որակով փոքրամասնություն։ այստեղ պետք է մի քիչ համաձայն չլինեմ, որովհետև շատ բանվորներ, գյուղացիներ սթափ են դատում եւ կան մարդիկ, ովքեր մի քանի համալսարան են ավարտել կամ ինտելիգենցիա են համարվում, բայց օրինակ հայտնի Ճիպոտ Ռուբո անունով մեկը, ով ասում էր Միքայել Սրբազանին պետքա բան անել, ճիպոտահարել, կա չէ, այդպիսի մտավորական իրեն համարող մեկը։ Ուզում եմ ասեմ, այդ թվացյալ է, հա, այդ կրթված լինելը, դա մարդու տեսակ է իմ կարծիքով։ Համաձայն եմ։ Ահա։ Դրա համար նշեցի IQ-ի որոշ հարցերի պատասխանել։ Օրինակ, դա կլինի հայոց պատմությունից, որտեղ պատմություն իմացող մարդը չի կարող այդպեսին լինել։ Պատմություն իմացողները առնվազն մի քանի հոգի են եղել, գնվել են, գումարը տվել են, իրանց ասում են սենց կխոսակ, այդ ծախու մարդիկ էլ միշտ կան, մինչև վերջերս էլ տեսանք սպորտի ասպարեզում, երգի ասպարեզում, չեմ հիշում ով ասել էր, որ չէ, մարմնավաճառներն ու դերասանները, երգիչները միշտ ծառայում են կառավարությանը, իհարկե ոչ բոլորը, բայց այդ տեսակ մարդիկ կան։ Չէ, IQ-ի որոշ տեստ անցնելը այդ կիրթերին էլ հետ կպահի, որովհետև այնտեղ կլինեն հարցեր, որոնք իրենք անադեկվատ կպատասխանեն, նախանձ, ագրեսիա, իրենք ունեն այդ ամեն ինչը, վիրավորանք, հոգեբանություն պիտի անցնեն, դեռ մանկական տրավմաներ տարած, չբուժված անձինք, որը կազմում է Նիկոլի կոնտինգենտը, իր քպայական նազիր վեզիրներն են տեսնում այդ բոլորը ախտիր, ագրեսիվ եւ աբիժնիկ հայ իրեն ոնց է քինախնդիր են։ Ասես նայում ես աչքերների մեջ Ռուբինյան, Ռուբո, չգիտեմ, Չախոյան, Տարոն, դրանց տակի են լպրծումները, որ գոռալով խոսում են տգեղ արտաքինից, հոգին դրսևորվել է արտաքինի վրա ու այդ տգեղությունը երևում է, անունները չգիտեմ մյուսների, բայց հանգիստ, խաղաղ, նորմալ մարդ ես այնտեղ տեսած չկամ։ Մի հոգի ինձ ցույց տվեք, որ adekvat է։ Այո, ես գրագետ մարդկանց էլ գիտեմ, կիրթ։ Տեսակ, 3 տեսակի մարդիկ կան իրեն հավանող, այդ մի տեսակը այդ գրագետ մասն է, ով է ես փալան, իմ կյանքը լավ լինի, ստամոքսից դուրս չմտածող, այդ մասն է, ինքը կարող է հասկանում, բայց իրան օգուտ է այդ վիճակը, իրան օգուտ է, որ շողոքորթի, քստմնելի ինչ-որ բաներ են անում, հիմա Արթուր Աբրահամովը գումարի կարիք չունի, բայց տեսակն է այդպես, տեսակը, շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի ծնունդ, հետո գալիս է սրան, մյուս կգա, նրան կգնա ոտքերի տակ կընկնի, այնքան զզվելի էր նայել այդ տեսարանը, ասենց աժդահա տղա ես, քինգ ես կոչվում, արքա, այդ ճիվաղի հետևից, քութիկի շուն դարած, դու սենց հետևից գնում ես ու ես Կարեն Վարդապետ, ես բոլորը սիրում են, քութիկ էր դարձել, այդ աժդահ դա նորմալ չի, էլի, տեսակա։ Նիկոլ Փաշինյանը քննադատեց հրապարակում Թուրքիայի դրոշի այրումը, բայց ասաց, որ Արցախի Սուրբ Աստվածածնի Ստեփանակերտի Հովանու Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարի քանդումը ինքը փաստացի չի դարձնելու միջազգային քննարկման հարց։ Մի ողջ հսկայական տաճար, մշակութային ժառանգություն ոչնչացվել է, դա հեչ, մի հատ լատի կտոր կարմիր գույնի վառվել է, դա մեջ։ Ինչպես հասկանում։ Պիտի կրկնվեմ, դա նորմալ է իր դեպքում, օրինաչափ է, քանի որ ինքը Ալիևի օգնականն է Հայաստանում։ Օգնում է ամեն ձևով, տան այս Հայաստանին է հերթը հասնում ու որոշ զանգված անուղեղ հավատում է, որ հա ինչ անենք, ընկերություն անենք, որովհետև իրենց տներում երևի զոհեր չեն եղել կամ եղել են այն անուղեղ մասանա, որ այդ շուտ է եղել, հիմա չի եղել։ Դեմ անհեթեթությունների ժանրը ախր բացատրել էլ չի լինում։ Լավ ենք արել, վառել ենք, ու այդ վառելը ոչ թե ինչ որ թուլության նշան է, այլ
այն պայքարի նշանն է, որը պիտի շարունակական լինի, ոգի բարձրացնող լինի, զարգացնող լինի, այդ կետերից մեկն է դրոշ այրելը, բողոքի նշան բարձրացնելու նրանց հանդեպ։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, ինքն էլ դեմ չի լինի, որովհետև ես իրեն քրիստոնյա չեմ համարում, ուզում եմ իր կոնտինգենտին հիմա ասել, ու շնորհակալ եմ այս հնարավորության համար, ուրեմն ինքը որ մի արտահայտություն արեց, որ տրթատը քրիստոնեությունն ինչա տրթատը վեր կացավ առավոտը, ասեց, որ քրիստոնյակ ու դարձան։ Դա ուղիղ ուղերձ է նրան, որ ինքը պատրաստվում է մի օր վեր կենալ եւ ասել դուք մուսուլման եք դառնում։ Խոսքս հիշեք։ Ամեն ինչ որ ասում է, որոշ ժամանակ հետո ուզում է իրականացնել։ Չնայած որ նա բացարձակ տեղյակ չէր քրիստոնեությունը Հայաստան ոնց է եկել, տրթատը որ ընդունեց, արդեն 200 տարի էր Հայաստանի կեսը քրիստոնյա էր, ինքը ուղղակի պարտոնապես ընդունեց, դա ինքը չգիտի։ Բայց այդ արտահայտությունը ինքը իզուր չի արել եւ չեմ զարմանա, որ այդ 80% կոնտինգենտը ասի, հա դե փորներս կուշտ լինի, կարևորը կարա մուսուլման էլ դառնան, ինչ ա եղել։ Թող Ալիևը լինի։ Այնպես որ շատ նորմալ է իր կողմից եկեղեցին քանդելը, այստեղ էլ կարող է քանդել։ Ես հիշում եմ նաև նրա խաչքարերի մասին արտահայտվելը, որ ինչ եք դրել պաշտում խաչքար, քարը էլի, պետքա վերացնենք դրանք, որ դրանք էլ չլինեն, ինչ որ էներգիա են տալիս, չգիտեմ, ինչ որ անհեթեթություններ էր զառանցում, կոնտինգենտը շարունակի միտքը, որ խաչքարը քարը էլի, ինչ պիտի շարունակենք ապրել։ Ու ցավն է նա, որ ինչ-որ երգիչ-երգչուհիներ, երգչիցներ շարունակում են, այդ թվում իմ սիրելի երգիչ է եղել, որ ես այլևս նրան չեմ ընդունում, ու տաղանդը բացարձակ կապ չունի մարդու վատ տեսակի հետ, Արամ Մեմպետրի, լսի, MP3։ Ես վաղուց էի նշմարել, որ ինքը ընդհանրապես չի հետաքրքրվում, քանի որ Արամը Մկրտիչ Արզումանյանը նկատել եմ, որ 23 թվականի, երբ որ Արցախից գաղթում էին ու մի օրվա մեջ 200 զոհ էր եղել այնտեղ, իրը մեկ էլ դրել են ինչ որ այսօր մենք ավարտեցինք մեր հետաքրքիր նկարահանումները, սիրելի հետևորդներ, հետևեք մեզ, ահա շուտով նոր կլիպ դուրս կգա, այն Մկոնան շուտով մեր նոր կոմեդիան եւ ֆիլմը դուրս կգա, այդ աստիճանի իրենք թքած ունեն։ Եվ մի բան էլ ասեմ, նրանց պատիժը կլինի են, որ հաջորդ կառավարությունը բացարձակ իրենց աշխատանք գործ չտա, այսինքն բեմ չտա, որ համերգ անեն, հնարավորություն չտա երգելու, ծավալվելու, թող իրենց համար երգեն, արհամարվեն նորմալ ժողովրդի կողմից, այ դա կլինի պատիժ։ Իսկ եթե պիտի շարունակեն լպրծվել, հարգանք վայելել, այս ամեն ինչը սուտ էր ուրեմն։ Իվետ Ամոկուչյանի մասին էլ շատ քննարկվեց, նա էլ համերգին էր երգում եւ անընդհատ ինքը ԿՊԱ-կանների հետ է, կարծեմ ԿՊԱ-կանների այդ հավաքին էլ էր երգում, իր մասին ինչ կասեք։ Կարծում եմ արդեն ասացի իրենց մասին, ինքը այդքան չկա ուղղակի, որ ես առանձին իրեն անդրադառնամ, հետևը բացած անուղեղ մի դոդոշկին, չեմ սիրում կանանց մասին այդպես արտահայտվել, բայց քանի խոսքը վերաբերում է իմ արժեքներին ու իմ հայրենիքին, ես այդպես կարտահայտվեմ։ Կգա ուրիշ ղեկավար, նա նրանց կասի, շնորհակալ եմ, ինքնահաստատվելու կարիք ունի այդ կինը։ Ես ավելի շատ Արամից եմ ազդված, որ չէի ուզի, որ այդպես լիներ, իսկապես տաղանդավոր տղա է, բայց այն օր մտքովս անցնում է, որ Ալիևն էլ կանչի կգնա, եւ գուցե կանչի, որովհետեւ չեմ կարծում Ադրբեջանում իր նման տաղանդավոր երգիչներ լինեն։ Շատ լավ, հետևենք պրոցեսներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Շնորհակալ։